Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Թադևոսյան հրավերն ընդունելու համար։ Տիկին Թադևոսյան, շատ հաճախ են իրավապաշտպանները հատկապես խոսում քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող դեպքերի, մահվան դեպքերի, ինքնասպանությունների, ինքնավնասումների։ Հիմա մենք ինչ վիճակ ունենք, եթե կարելի է նախ վիճակագրական թվերի մասին խոսենք, այնուհետև փորձենք մանրամասնել պատճառները, որոնք են։ Շատ լավ։ Այս պահին, այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում 2855 ազատությունից զրկված անձինք կան, որոնցից դատապարտյալները 1395-ն են եւ կալանավորված անձինք 1460-ն են։ Անդրադառնալով ձեր հարցադրմանը, ասեմ, որ այս տարի ինքնասպանությունների թվով ունենք իրականում մեծ նախորդ տարիների համեմատ թիվը աճել է եւ 8 ինքնասպանության դեպք ունենք, որի բոլորի մասով իհարկե քրեական վարույթ է նախաձեռնվել եւ նախաքննությունը բարձում է հանգամանքները։ Իհարկե մենք նախնական որոշակի տվյալներ ունենք եւ որոշակի պատկերացումներ ունենք եւ փորձում ենք արկա խնդիրները վերհանելով հետագայում լուծումներ գտնելով կանխարգել ենք հետագա նմանատիպ դեպքերը։ Այսինքն դեռ պատճառները որպես այդպիսին բացահայտված չեն։ Անհատական դեպքերով պատճառները բացահայտված են։ Որոնք են դրանք։ Մենք ունենք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց մեծ թվաքանակ։ Մեզ մի քանի ամիս առաջ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ը տվել էր տվյալները 250 շուրջ ազատությունից զրկված անձինք ունեն հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ ունենք նաեւ անձնական պատճառներ ընտանիքի հետ կապված, ունենք պատճառներ քրեակատարողական հիմնարկում հավանաբար կարող է լինել նաև այդպիսի պատճառ քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցող որոշակի իրադարձությունների հետևանքով միջանձնային հարաբերություններում այո այդպիսի վարկած կա ինքնասպանություններից մեկով, իսկ մնացած դեպքերում անձինք կամ ունեցել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, կամ ունեցել են որոշակի ընտանեկան հանգամանքներով պայմանավորված եւ ունեցել են դեպք, որ անձը ինքնասպանություն է գործել կապված իր կողմից կատարված հանցանքի հետ եւ այդ հանցանքը չընդունելու հետ։ Երբեմն նաև կարծիքներ են հնչում, որ հարազատները օրինակ համաձայն չեն լինում այն վարկածի նախնական գոնե թե որ տվյալ անձը ինքնասպանություն է գործել։ Այս կամ այն պատճառով իրենք հակված են մտածելու, որ նրան դրդել են ինքնասպանություն կատարելուն։ Նման միջադեպերի հետ կապված ո՞րն է ձեր գնահատականը կամ նման կարծիքների հետ կապված ո՞րն է գնահատականը։ Վերջին 5 տարվա իմ փորձով կարող եմ ասել, որ չի եղել այնպիսի նախնական վարկածով ինքնասպանության դեպք, որը հետագայում նախաքննության մարմինների կողմից վերավորակվել է որպես սպանություն։ Այսինքն որևէ մեկը չի դրդել այդ անձին դիմելու ինքնասպանության։ Դրդելու հետ կապված եւս վերջի տարիներին այդպիսի դեպք չենք ունեցել։ Լավ, Տիկին Թադևոսյան, իսկ բարձր ռիսկային կալանավորների նկատմամբ ինչ վերահսկողական մեխանիզմներ կան, որ եթե նույնիսկ անձը ունի նման հակում ինքնասպանության կամ ուզում է նման փորձ իրականացնել, այնպիսի վերահսկողություն լինի, որ դա թույլ չտրվի։ Շատ լավ, մենք դեռևս 2022 թվականից մշակել էինք ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկայնությունը չափող գործիքակազմ, որը որ իրենից ենթադրում է երկու տարբեր հարցաշարեր, նախնական գնահատում եւ արդեն խորքային հոգեմանի կողմից գնահատումներ, որը որ իրականացվում է, այնուհետեւ մենք այդ գործիքակազմը 2023 թվականին ըստ մեր ստացած տեղեկատվության եւ փորձի հիման վրա որոշակի վերաձևակերպումներ արեցինք եւ այդ գործիքակազմը աշխատում է եւ իրականում վեր է հանում այն անձանց, ովքեր որ ունեն ինքնասպանության հակումներ կամ ինքնավնասման հակումներ։ Եվ բացի այդ մենք նաեւ համապատասխան օրենսդրական փոփոխություն իրականացրեցինք եւ այն անձինք, ովքեր որ ունեն այդպիսի հակում, իրենց խցերից դուրս բերվի, որպեսզի հնարավորություն տրվի հիմնարկի պետին դուրս բերել այնպիսի իրեր առարկաներ, որոնք որ արգելված չեն ընդհանուր առմամբ, օրինակ սափրիչը ընդհանուր առմամբ արգելված չէ, հիգիենայի պարագա է համարվում, սակայն որոշ դեպքերում մենք արգելում ենք անձին իր մոտ ունենալ եւ միայն խիստ անհրաժեշտության կամ խիստ վերահսկողության դեպքում։ Բայց դեպքեր կան, որ օրինակ սավանով կարող է մարդ ինքնասպանություն կատարել։ Այո, նույնը սավանի մասին է խոսքը, նույնը քուղերի մասին է խոսքը, այսինքն բոլոր այն իրերը առարկաները, որոնք որ հնարավոր ինքնասպանության գործիք կարող են հանդիսանալ, այս պարագայում վերցվում են անձանց մոտից։ Լավ, եթե այդ մեխանիզմները կան, մշակված են եւ կիրառվում են
այդ դեպքում ինչի մասին է խոսում այդ 8 դեպքը։ Նայեք, մենք նաև իհարկե ուսումնասիրում ենք միջազգային փորձը եւ փորձում ենք հասկանալ, թե մեր միջազգային զարգացած երկրներում ինչպես են այդ երևույթի դեմ պայքարում։ Նախ պետք է նշենք, որ քրեակատվական հիմնարկներում ինքնասպանության երևույթը խորտ երևույթ չէ եւ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ անձը հայտնվելով քրեակատվական հիմնարկում, եթե անգամ չունի որոշակի հոգեբանական կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, հնարավոր է այդ սահմանափակումները անձի մոտ որոշակի խնդիրների առաջացման պատճառ դառնան, այո։ Եվ մեր եվրոպական գործընկերների վերջին հարցմանը մեզ պատասխանեցին, որ հիմնականում տեսախցիկների օգնությամբ են կարողանում լուծել այդ տեսակ խնդիրները։ Այսինքն մշտական վերահսկողություն։ Այո, մշտական վերահսկողություն, բայց ոչ նայեք, ցանկացած հոգեկան առողջության հետ կապված խնդիր կամ հուզական որոշակի բարդ իրավիճակ անձի մոտ այնպես չի, որ մշտական է լինում, որոշակի փոփոխություններ են լինում անձի մոտ եւ այդ սրացման փուլերում անձին պահել մշտական վերահսկողության ներքո կարծում եմ լավագույն տարբերակն է հետագայում այսպիսի դեպքերից խուսափելու համար։ Մահվան դեպքերի մասով դուք 8-ը ասացիք սպանություն, բայց այլ մահվան դեպքեր ինքնասպանություն, բայց մնացած դեպքերում նաև մահվան թվեր ունենք։ Դրանք որքան են եւ դրանք արդեն ոնց հասկանում եմ առողջական խնդիրներով պայմանավորված են։ Այստեղ հարց պետք է հնչի այն առումով, որ արդյոք պատշաճ վերահսկողություն իրականացվում է տարբեր հիվանդություններ ունեցող կալանավորների առողջության նկատմամբ, որpիսի դրանք չհանգեցնեն արդեն մահերի։ Ընդհանուր առմամբ այս տարի ունենք 23 մահվան դեպք, որից արդեն նշեցի 8-ը ինքնասպանության դեպք են եւ 15-ը տարբեր կենսաբանական մահեր են։ Դրանցից 8-ը համապատասխան քաղաքացիական բժշկական հաստատությունում են եղել եւ 7-ը քրեակատվական հիմնարկներում։ Ես չեմ ուզում շատ մանրամասներ ներկայացնեմ մահվան մնացած դեպքերով, քանի որ դա գտնվում է առողջապահության նախարարության իրավասության ներքո եւ այս մասով իրենք էլ որոշակի ուսումնասիրություններ անում են եւ ճիշտ կլինի, որ այս տեսակի տեղեկատվությունը իրենք փոխանցեն։ Բայց Տիկին Թադևոսյան, երբեմն իրավապաշտպաններն ասում են, որ արագ չեն արձագանքում, երբ որ այս կամ այն կալանավորը ունի որոշակի առողջական խնդիրներ, պատշաճ ձևով չեն արձագանքում, այս մասով արդյոք գնահատական դուք չունեք, արդյոք ամեն ինչ արվում է բավարար, որ բանը չհասնի մահվան։ Իրականում քրեակատվական բժշկության պոակը շատ մեծ եւ լայնածավալ աշխատանք է իրականացնում քրեակատվական հիմնարկներում։ Ես այս պահին իհարկե թվային տեսքով չունեմ, թե ինչ տեսակի հետազոտություններ են անձին անցնում։ Ես դրա հետ առնչվում այնքանով, որքանով մենք կազմակերպում ենք այդ բոլոր գործընթացների ուղեկցումները եւ օրական մենք մոտավորապես միջև 20 ուղեկցում ենք իրականացնում տարբեր բժշկական հաստատություններ, տարբեր հետազոտություններ անցնելու համար։ Եվ շտաբ եւ պլանային տարբերակով։ Եվ շտաբ եւ պլանային տարբերակով, այո։ Եվ նաեւ այս թեմայի շրջանակներում ասեմ, որ մենք Արմավիր քրեակատվական հիմնարկում մեր իհարկե առողջապահության գործընկերների մեծ աջակցությամբ նոր ստացիոնար, այսպես ասած, հիվանդանոց է կառուցվել, որը որ եկել է փոխարինելու դատապարտների հիվանդանոց քրեակատվական հիմնարկին, որը որ մեր միջազգային տարբեր իրավապաշտպան կառույցների եւ տեղական իրավապաշտպան կառույցների կողմից գնահատվում էր որպես վատ պայմաններ եւ ոչ համապատասխան առողջական խնդիրներ ունեցող անձանց համար։ Բանտային պայմանների գնահատում եթե անեք, արդյոք դրանք էլ են նպաստում բացասական առումով, որ անձինք այնտեղ տարբեր առողջական խնդիրներ ձեռք բերեն կամ արդեն ունեցած խնդիրները այնքան սրվեն, որ մենք արդյունքը ունենանք սա։ Բանտային պայմանները նախ ինչպես արդեն նշեցի, ազատության տեղաշարժվելու սահմանափակումները ինքնին արդեն շատ կարևոր գործոն են անձի առողջության վրա եւ մեծ ազդեցություն ունեն, սակայն մենք ունենք քրեակատվական հիմնարկներ, բազմիցս խոսվել է այդ մասին, Նուբարաշեն քրեակատվական հիմնարկի մասին, որտեղ պայմանները այո կարող են գնահատվել որպես համեմատած մյուս քրեակատվական հիմնարկների վատ եւ որոշ դեպքերում կարող են նաեւ անձանց որոշակի առողջական խնդիրների պատճառ դառնան եւ հենց սա է պատճառը, որ մենք փորձում ենք գտնել լուծումներ եւ հասկանալ թե որ տարբերակով է պետք է Նուբարաշեն քրեակատվական հիմնարկը հնարավորինս արագ Ինչ տարբերակներ եք քննարկում, մտածում, դիտարկում։ Մի քանի տարբերակներ կան, տարբերակ կա նոր քրեակատվական հիմնարկի կառուցման հետ կապված, որը ավելի երկարաժամկետ եւ ծախսատար տարբերակ է։ Մենք ունենք նաեւ Էրեբունի քրեակատվական հիմնարկ, որը
2015 թվականին փակվել է եւ դրա տեղը նոր քրեակատողական հիմնարկը վերակառուցելու տարբերակը եւ եւս մեկ տարածք կա, որը որ մենք դիտարկում ենք որպես ապագայում քրեակատողական հիմնարկ կառուցելու եւ Նուբաշեն քրեակատողական հիմնարկը այսպեսով փակելու նպատակահարմարությունը։ Լավ, եթե փորձենք հասկանալ ներկայում որքան մարդ է պահվում քրեակատարողական հիմնարկներում, թիվը որքան է արդյոք վերջին տարիների համեմատությամբ կարող ենք վիճակագրություն նշել, հիմա ավելի շատ մարդ կա քրեակատարողական հիմնարկներում, նախկինում ավելի քիչ է եղել, թե ոնց է վիճակագրությունը։ Եթե միջև 2018 թվականի դիտարկենք 3000-ից ավել միջև 4000 ազատությունից զրկված անձ է եղել։ Այնուհետև 2018 թվականից հետո թվերը իջել են, ընդհանուր միջև 2000 ազատությունից զրկված անձ ենք ունեցել։ Դրա մեջ եւ կալանավորված եւ կալանավորված եւ դատապարտված, ասեմ, որ մեկ տարածաշրջանում եւ ընդհանրապես եվրոպական երկրների մեջ այս մասով լավագույն ցուցանիշներն ունենք եւ վերջի տարիներին տենդենց կա ավելացման։ Եթե նախորդ տարվա հետ համեմատենք, միջին թվականակը մոտավորապես 200 հոգու ավելացում ունենք։ Այսինքն բանտերում հիմա 200 հոգի ավել կա, իսկ դրա պատճառները որոնք են հանցագործություններն են աճել, թե ինչն է, թե կալանավորվածների թիվն է ավելի շատ, այսինքն ավելի շատ կալանքներ են տրվում, ինչն է պատճառը, դիտարկել եք։ Իհարկե ունենք որոշակի ներքին դիտարկումներ, բայց քանի որ դրանք ոչ պրոֆեսիոնալ դիտարկումներ են, չեմ ուզի այս հարցազրույցի ընթացքում հնչեցնել դրանք։ Լավ, իսկ Տիկին Թադևոսյան, ընդհանուր առմամբ, եթե մենք փորձենք լցվածությունը հասկանալ բանտերում, դա միջազգային նորմերին համապատասխանում է, թե ավելի շատ մարդիկ կան, քան նախատեսված է, որ այս կամ այն քրեակատարողական հիմնարկում պիտի լինի։ Այդ մասով եւս մենք եվրոպական երկրների մեջ լավագույն հորիզոնականներում ենք, ընդհանուր լրակազմը մոտ 4000 անձի համար է նախատեսված, այս բայդրությամբ, ինչպես արդեն նշեցի, 2855 ազատությունից զրկված անձ է պահվում մեր մոտ եւ հագեցվածության խնդիր կամ գերտանաբերվածություն այն հրապարակումները կամ կարծիքները, որ բանտերն այնքան լիքն են, որ ուղղակի մարդիկ, չգիտեմ, արդեն էլ ոչ մի պայման չունեն այնտեղ գոյատևելու, իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Լավ, անցնելով այլ հարցի, դատապարտյալների հիմնական կարիքների գնահատումը նախ ինչպես եք դուք կատարում, դրանք պարբերաբար են արվում, թե ոչ, եւ առաջնային կարիքների հետ կապված որոնք են, որ դուք կմատնանշեք, որ առաջնային լուծման անհրաժեշտություն ունեն, դա կլինի առողջապահական, սոցիալական, հոգեբանական։ Մենք ունենք կարիքների ռիսկերի գնահատման գործիք, որը 2023 թվականից ներմուծել են քրեակատողական հիմնարկում։ Կարիքների ռիսկերի գնահատման գործիքը իրականացվում է անձի դատապարտյալի կարգավիճակ ստանալու հետ մեկտեղ եւ մինչեւ 6 ամիսը մեկ կրկին թարմացվում է։ Դրա նպատակը հասկանալ անձի կարիքները եւ այդ կարիքները բավարարելով իջեցնել ռիսկայնությունը կրկնահանցագործության։ Եվ հիմնական կարիքները այս մասով կարող են կարիքները երկու մասի բաժանել՝ նյութական եւ ոչ նյութական։ Եթե ոչ նյութական կարիքների մասին խոսենք, ինչպես գիտական վերլուծություններն են ասում, այնպես էլ մեր քրեակատողական հիմնարկներում անձինք հիմնականում հանցագործություն կատարում են, քանի որ չունեն կրթություն, քանի որ չունեն աշխատանքային հմտություններ, եւ այս մասով մենք գնահատելուց հետո փորձում ենք այդ անձանց ներգրավենք տարբեր կրթական եւ աշխատանքային գործընթացների մեջ։ Կրթական գործընթացները իրականացնում է հիմնականում Արդարադատության նախարարության ՊՕԱԿ-ը համապատասխան եւ աշխատանքային գործընթացը իրականացնում ենք մենք եւ այս մասով ցանկանում եմ շեշտադրել, որ մենք ցանկանում ենք քրեակատողական հիմնարկներում աշխատանքի վերաբերմունքի նոր մշակույթ ձևավորել եւ դրա ճանապարհին ենք արդեն այս տարի դատապարտյալների նույն վերանորոգման աշխատանքները, որ իրականացրել ենք համապատասխան քրեակատողական հիմնարկների դատապարտյալներին ներգրավել ենք օրինակ վարձատրվող աշխատանքներում եւ զուգահեռ այն վերանորոգումներին, որ արվում են իհարկե համապատասխան մասնագիտացված խմբի կողմից, նաեւ դատապարտյալները եւս մասնակցություն ունեն այս վերանորոգման աշխատանքներին եւ դրա համար վարձատրվում են։ Մենք նաեւ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ 2025 թվականի սկզբին բացեցինք Սևան քրեակատողական հիմնարկում ուսումնաարտադրական տարածք կայունագործության հետ կապված եւ այս
այս տարի արդեն մեր հաջողությունը, այսպես ասած, գնահատելով Եվրոպայի խորհուրդը եւս 3 քրեակատավական հիմնարկներում համապատասխան աշխատանքների իրականացրեց եւ առաջիկայում մենք արդեն կունենանք զոդման արտադրամասեր, օրինակ Արթիկ եւ Վանաձոր եւ Սևան քրեակատավական հիմնարկներում, իսկ Արթիկ քրեակատավական հիմնարկներում կունենանք եվրոդրների արտադրության արտադրամաս, որը նրանց վերասոցիալականացման ուղղված ծրագրի շարքում է։ Ազատ արձակվելու դեպքում, այո, հնարավոր է, որ նրանք կարողանան կիրառել այն հմտությունները, որոնք ձեռք են բերել արդեն ամբողջ գաղափարը հենց դրանում է, որպեսզի իրենք հասկանան, որ բացի այն հանցագործությունից, որ իրականացրել են, կարող են նաև ձեռք բերել որոշակի հմտություններ եւ հետագայում իրենց ապրոստի հարցը լուծել այդ հմտությունները։ Բայց դուք դրա արդյունավետությունը բարձր եք գնահատում։ Միանշանակ դրա արդյունավետությունը բարձր եմ գնահատում, բացի այդ ցանկանում եմ նշել, որ մենք հիմա երկու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ բանակցությունների մեջ ենք, որպեսզի Արմավիր քրեակատավական հիմնարկում փափուկ կահույքի արտադրամաս հիմնենք եւ Աբովյան քրեակատավական հիմնարկում կարի արտադրամաս։ Տիկին Թադևոսյան, այլ հարցի գալով վերջին շրջանում արդյոք դեպքեր արձանագրվել են, բնականաբար արձանագրվել են, թվերի մասին երևի դուք կխոսեք, արգելված իրերի թմրամիջոցների հետ կապված ներթափանցման մասով եւ դրա դեմ ոնց եք պայքարում։ Միանշանակ արձանագրվել են եւ թվերը իրականում եթե հետաքրքիր է ներկայացնել տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնել նախորդ տարիների համեմատությամբ միգուցե այս տարի ավելի շատ է եղել, միգուցե ավելի քիչ է եղել կամ որ արգելված իրերն են ավելի շատ փոխանցվում, ինչ միջոցներով խողովակներով են փոխանցվում։ Հիմնականում բջջային հեռախոսն է արգելված իրերից հաճախակի փոխանցվում, իհարկե թմրանյութեր, թվերը համարյա գրեթե անցյալ տարվա հետ նույնական են, շատ մեծ տարբերություն չկա։ Օրինակ բջջային հեռախոսների հետ կապված կարող եմ նշել, որ այս տարի 1757 բջջային հեռախոս է հայտնաբերվել, որոնցից մեծ մասը իհարկե ներթափանցման կանխարգելման տեսքով է եղել, այսինքն եւ մենք ներթափանցման կանխարգելումն ենք իրականացնում բջջային հեռախոսի։ Չի հասել դատապարտյալին կամ կալանավորին եւ մյուս մասը արդեն հասել է եւ դրանք խցերից են արդեն։ Իսկ թմրամիջոցների հետ կապված արդյոք մտահոգիչ պատկեր կա թե ոչ։ Անցյալ տարիների հետ համեմատած գրեթե նույնական են էլի տվյալները թմրամիջոցի հետ կապված, ցանկացած թմրամիջոցի հայտնաբերման դեպք իրականում մտահոգիչ է, որովհետև դա նաև բերում է շատ ավելի վատ հետևանքների, վարքային ագրեսիայի եւ մնացած այլ ձևերով, սակայն ես պետք է ասեմ, որ թմրամիջոցների հետ կապված, քանի որ թմրամիջոցների տեսակներն գնալով փոփոխվում են, այս մասով մեր ազատությունից զրկված անձինք եւս շատ տարբեր միջոցներով փորձում են այդ թմրանյութերը, օրինակ հիմնականում սննդի միջոցով են այդ իրականացնում եւ այնպիսի խառնուրդների տեսքով, որ եթե համապատասխան տվյալներ առկա չեն, հնարավոր է որ մենք օրինակ չկարողանանք դա բացահայտել եւ հենց այս կարգով է տարատեսակ թմրանյութեր հայտնվում են հենց քրեակատավական հիմնարկի ներսում, բայց մենք շատ ես հաստի որ թվերը շատ չի փոխվել հայտնաբերման տեսանկյունից, բայց թվերը շատ փոխվել է գրեթե կրկնակի նախատեսված եւ չնախատեսված խուզարկություններ ենք մենք իրականացնում։ Դա ինչ է ենթադրում։ Դա ենթադրում է խցերում համապատասխան աշխատակիցների կողմից խուզարկությունների իրականացում եւ նշեմ, որ հարցադրում եղավ ինչ ենք անում մենք դրա հետ կապված, այս տարի 3 ձեռքի սկանավորման ապարատներ ենք ձեռք բերել, որը հնարավորություն է տալիս մեզ նաեւ թաքստոսներում հայտնաբերել տարբեր տեսակի արգելված իրեր, որը որ միջև այդ միայն մարդկային գործոնով էր իրականացվում եւ մենք Արմավիր քրեակատավական հիմնարկի համար ձեռք ենք բերել ռենտգեն սարքեր, որոնք այս պահին փորձարկման փուլում են եւ հաջողության փորձարկումը անցնելուց հետո վերջնական ձեռքբերումը կիրականացվի դրանց։ Տիկին Թադևոսյան, բայց նաեւ արդյոք քննության է առնվում հենց ներսի աշխատակիցների հետ կապված։ Արդյոք նրանք եւս որոշակի մասնակցություն են ունենում, օգնում են փորձում են ինչ-որ զարտուղի ճանապարհներով կալանավորվածներին կամ բանտարկվածներին հասցնել այդ արգելված իրերը եւ արդյոք քննություն տարվում է, արդյոք պատիժներ լինում են, եթե հայտնաբերվում է, որ հենց աշխատակիցներն են նաեւ միջնորդ հանդիսացել, որ այդ արգելված իրերը ներթափանցեն քրեակատարողական հիմնարկներ։ Միանշանակ նաեւ աշխատակիցներն են ներգրաված այս տեսակ գործընթացների մեջ եւ ունենք մենք դեպքեր, որ դրանք հայտնաբերվել են եւ այդ աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։
Այս տարի օրինակ նման դեպք ունեցել եք, թվեր ունեք։ Այս պահին թվերը ինձ ձեռքի տակ չեն, բայց մի քանի դեպքեր ունեցել ենք, այո։ Մեկ այլ հարցի էլ անդրադառնանք։ Քրեական ենթամշակույթը կրող անձանց ներկայությունը քրեակատարողական հիմնարկներում միջանձնային հարաբերությունների տեսանկյունից որքանով է խնդրահարույց եւ նույն այդ մահվան դեպքերի, ինքնասպանության դեպքերի մասով ինչ ազդեցություն եւ նշանակություն ունի հենց այս քրեական ենթամշակույթը կրող անձանց ներկայությունը, այդ բարքերը։ Քրեական ենթամշակույթը, ինչպես որ քրեակատարողական հիմնարկներում բնորոշ է, իհարկե դեռևս իր որոշակի ազդեցություն ունի քրեակատարողական, որոշակի, այո։ Բայց ոչ կայուն եւ մեծամասամբ։ Ոչ կայուն եւ մեր խնդիրն է այդ ազդեցությունը տարեցտարի քչացման։ Եվ իրականում մենք մեր խնդիրը պատվով իրականացնում ենք եւ տարեցտարի տարբեր գործոններով պայմանավորված թեկուզ եւ վերասոցիալականացման միջոցառումներին անձանց մեծ քանակությամբ մասնակցությունը խոսում է այն մասին, որ քրեական ենթամշակույթը իր ազդեցությունը կամաց թույլատնում է քրեակատարողական հիմնարկներում։ Այս ինքնասպանությունների եւ մահերի հետ կապված որևէ ձևով, որևէ քննության արդյունքում ենթադրաբար այս գործոնն ազդեցություն չի ունեցել։ Ինչպես խոսքի սկզբում նշեցի, մեկ դեպքով հնարավոր է, որ որոշակի ազդեցություն լինի, բայց միջանձնային փոխհարաբերությունների արդյունքում, թե դա քրեական ենթամշակույթի, այսպես ասած, արդյունքում առաջացած միջանձնային կոնֆլիկտային փոխհարաբերություն է եղել, թե ուղղակի միջանձնային փոխհարաբերության արդյունք, դա արդեն քննության առարկա կլինի եւ կպարզվի, մնացած բոլոր դեպքերում անձինք հիմնականում հոգեկան առողջության եւ այլ խնդիրներով պայմանավորված են ինքնասպանություն գործել։ Վերջին հարցը Տիկին Թադևոսյան, մամուլը շատ շրջանառեց, դրա մասին նաև ազգային ժողովի պատգամավորներից մեկը հայտարարություն արեց, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակն է վատ եւ այս պահին նրա կարգավիճակը չի համապատասխանում իր առողջական վիճակին, որովհետեւ առողջությունը գնալով վատթարանում է։ Այս պարագայում նախ ձեր կարծիքը կուզեի լսել եւ այս թեմայի հետ կապված առհասարակ կան կալանավորվածներ, կան դատապարտվածներ, որոնց առողջական խնդիրներն իսկապես համապատասխան չեն իրենց պահման պայմաններին, այդ պարագայում դուք ինչ եք անում, ոնց եք փորձում հարցի լուծումը տեսնել, գտնել։ Ինչպես արդեն ասացի, ազատություն զրկված անձանց առողջության հետ կապված բոլոր հարցերը գտնվում են առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում եւ իրենք գործում են համապատասխան կառավարության որոշմամբ 825-ն որոշմամբ, որտեղ եւ այն ցանկն է հիվանդությունների, որոնք որ անհամապատասխանություն ունեն պատժի կրման պայմանների հետ, այդ ցանկի հետ կապված իրականում ես իմ դիտարկումների արդյունքում ասեմ, լինում են դեպքեր, երբ որ անձանց տեսնելով ես մտածում եմ, որ այդ անձանց վիճակը համատեղելի չի պատժի կրման պայմանների հետ։ Ինչ եք անում այդ պարագայում։ Թեկուզ մասնավոր մեկ օրինակով կոմունիկացվում եմ ՊՕԱԿ-ի տնօրենի հետ, մենք այդ հարցը քննարկում ենք եւ սովորաբար բոլոր դեպքերում պարզվում է, որ իհարկե ես բժիշկ չեմ եւ մասնագիտական գնահատական չեմ կարող տալ դրան, պարզվում է, որ այդ 825N որոշման օրինակ համապատասխան հիվանդությունների ցանկը չունի այդ անձը կամ ունի մի քանի հիվանդություններ, որոնց հիվանդությունների համակցությունը, այսպես ասած, չի բերում այդ անձի անհամատեղելիության որոշմանը եւ անձը շարունակում է պատիժը կրել քրեակատարողական հիմնարկում։ Մեր առողջապահության գործընկերները իհարկե այդ որոշման վրա հիմա աշխատում են եւ որոշակի փոփոխություններ կլինեն դրանց։ Իսկ այդ մասնավոր օրինակը, որի մասին հիշատակեցի, Միքայել Սրբազանի մասով։ Միքայել Սրբազանի մասով ճիշտ ասած ես երեք եմ այդ տեղեկատվությունը ստացել մեր հանդիպման ընթացքում ազգային ժողովում, քանի որ այդ բոլոր հարցերը առողջության հետ կապված, տարբեր հիվանդանոցներ տեղափոխվելու հետ կապված, էլի ՊՕԱԿ-ի բժշկության ՊՕԱԿ-ի իրավասության շրջանակներում է եւ իմ գործընկերները ասացին, որ անձի փաստաբանը ոնց որ ներկայացրել է համապատասխան դիմում, բայց այդ դիմումը պատշաճ կարգով չի ներկայացվել եւ ինչպես արտադրության նախարարը ասեց, մենք երեք համապատասխան մեր աշխատակիցները հանդիպում ունեցան Միքայել Սրբազանի հետ եւ նա հրաժարվել էր դիմում ներկայացնելուց, նշելով, որ արդեն իսկ իր փաստաբանը ներկայացրել է եւ սպասում են դրա լուծմանը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Սովինար Թադևոսյանն էր, քրեակատարողական ծառայության պետը։ Կհանդիպենք։